Օզեմպիկ, իսկ ավելի պարզ ասած, արագ քաշ կորցնելու արդյունավետ միջոց։ Ավելորդ քաշից ազատվելու, օր առաջ նիհարելու կանանց մոդայիկ դարձած սովորույթը դրդում է նրանց տարատեսակ դեղամիջոցներ փորձարկել։ Այս անգամ խոսքը ի սկզբանե շաքարային դիաբետի դեմ կիրառվող միջոցի մասին է, որն աշխարհով մեկ գովազդվում ու վաճառվում է որպես նիհարեցնող միջոց։ Օզեմպիկի հանդեպ ուշադրությունն ավելացավ հատկապես վերջին տարիներին, երբ Իլոն Մասկն ու Քիմ Քարդաշյանը հայտարարեցին դրա օգնությամբ արագ նիհարելու մասին։ Դեղամիջոցի անվերահսկելի կիրառության ու հնարավոր ռիսկերի մասին մասնագետներն են բարձրաձայնում։ Խնդրին Facebook-յան գրառմամբ անդրադարձել է նաև բժշկական համալսարանի ռեկտորը։ Հերացի վերլուծականի այս անդրադարձը թելադրված է մոդայիկ հրաշք դեղամիջոցի գնալով անվերահսկելի կիրառմամբ եւ նպատակ ունի բացահայտել դրա հնարավոր ռիսկերը եւ կանխել բարդությունները ինքնուրույն կիրառման պարագայում։ Օզեմպիկի նման նոր դեղամիջոցները նոր հնարավորություններ են բացում, բայց նաեւ առաջացնում բարոյական, տնտեսական եւ առողջական խնդիրներ։ Մինչև կոմայի դուռը հասցնող դեղամիջոցի բացասական հետևանքների մասին քչերը գիտեն, չնայած համաշխարհային աստղերի կողմից գովազդվող դեղամիջոցը խոստանում է առանց հատուկ սննդակարգի մի քանի ասեղ ներարկումից հետո կորցնել ավելորդ կիլոգրամները, այդուհանդերձ առողջական լուրջ խնդիրների է հանգեցնում։ Կարող է առաջացնել սրտխառնոց, փսխում, փորկապություն, ենթաստամոքսային գեղձի բորբոքում։ Շատ արագ ձևով սկսում է ազդել մարդու օրգանիզմի վրա եւ նիհարեցնում է, բայց մարդիկ հաշվի չեն առնում վերջինիս բացասական էֆեկտները, որը որ շատ մեծ գիտնականներ դրա վերաբերյալ տարբեր հրապարակումներ են անում։ Դեղամիջոցը Հայաստանում գրանցված չէ, սակայն պահանջարկը բավականին մեծ է։ Այդ է նաև պատճառը, որ շատերն այն ձեռք են բերում անօրինական ճանապարհներով։ Ոլորտի փորձագետն ասում է, Հայաստանում դեղերի մասին գործող օրենքով յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր օգտագործման համար արտերկրից ներկրել եւ իր հետ բերել 5 տարբեր անվանում դեղամիջոց, յուրաքանչյուրից 3-ական։ Մեր օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետությունում կարող է շրջանառվել եւ կիրառվել բացառապես գրանցված դեղը։ Օզեմպիկը գրանցված չի Հայաստանում, այսինքն վերլուծություն Հայաստանի Հանրապետությունում իր շրջանակում չի իրականացվել, գոնե փաստաթղթային վերլուծություն Օզեմպիկի հետ կապված չի իրականացվել։ Ստեղից բխում է մյուս հարցը, եթե այդպես է, ինչպես է ստացվում, որ Հայաստանի Հանրապետությունում գործող բժիշկները նշանակում են տվյալ դեղը։ Մասնագետները պնդում են, որ Հայաստանում առանց դեղատոմսի եւ ակցիզային դրոշմապիտակի է վաճառվում շաքարային դիաբետի համար նախատեսված, բայց մեծամասամբ նիհարելու համար գովազդվող Օզեմպիկը։ Հաճախ էլ հենց օնլայն դեղատներն են զբաղվում այս պրեպարատի վաճառքով։ Դիմեցինք նաեւ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին հասկանալու, թե ինչպես են վերահսկում այս դեղամիջոցի վաճառքի վերահսկողությունը շուկայում։ Տեղեկացրին, որ դեղերի շրջանառության ոլորտի պահանջները խախտելու համար պատասխանատվություն է նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 47-3 հոդվածով։ Ինչ վերաբերում է տվյալ դեղի ապօրինի շրջանառությանը, ապա նախաձեռնվել է 1 վարչական վարույթ։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։